Պարոն Ալեքսանյան, վերջին օրերին տեսնում ենք, որ իրավիճակը թեժ է նախ Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցած այդ իրադարձությունները, հետո հոգևորականների ցույցերը եւ նրան պաշտպանությունը։ Ընդհանուր առմամբ, քանի որ process-ը ամենատարբեր կերպ մեկնաբանվում է, ըստ ձեզ ինչ է հիմա տեղի ունենում։ Տեղի ունենում շատ բնական գործընթաց Հայաստանի Հանրապետությունը գործում է իր օրենքներին եւ սահմանադրությանը համաձայն։ Դա տեղի ունենում։ Անբնական process-ը, որը որ կա, դա այն է, որ ինչ որ ռուսաստանցի օլիգարխ որոշել է, որ Հայաստանի Հանրապետությունում կարա սահմանադրական կարգ տապալի, ինչ որ ինքն իր ձևերով, որոնք հակադիր են քաղաքական ձևերին, կարա բան անի, տենց ինչ որ իշխանություն փոխի, քաղաքական գործընթացներին միջամտի, ինքը լինելով կաթոլիկ հայ առաքելական եկեղեցու հավատավոր հետևորդի եւ հայ առաքելական եկեղեցու հոգեվոր դասի հարաբերություններին միջամտի, չգիտես ինչի է տենց մտածել։ Այս հարցերը հետաքրքիր են։ Այս բայց շեշտեմ կաթոլիկ լինելու հայ կաթոլիկ եկեղեցու անդամ լինելու մեջ ընդհանրապես ոչ մի վատ բան չկա, մեր քույրերն են, մեր եղբայրներն են ու շատ նորմալ է, կան մարդիկ կաթոլիկ են, կան մարդիկ հայ առաքելական եկեղեցու հետևորդ են, կան ուղղափառներ, հայավետարանչական եկեղեցի կա բավականին մեծ։ Ընդհանրապես խնդիր չեմ տեսնում սրա հետ կապված, բայց երբ որ մեզ ասում են օրինակ վարչապետին մեղադրում են, ասում են խառնվում եք եկեղեցու, չի խառնվում, ինքը այդ եկեղեցու անդամ է, հասկանում եք, ինքը հայ առաքելական եկեղեցու հավատավոր հետևորդ է։ Բայց այ Սամվել Կարապետյան կաթոլիկ է։ Ինչ գործ ունի հայ առաքելական եկեղեցու հետևորդի, հավատավոր հետևորդի եւ ինչ որ մի նախկին հոգեվորականի հետ հարաբերությունների այդ կենտրոնում, ինչ գործ ունի։ Պարոն Ալեքսանյան, բայց ձեր ընդդիմախոսներն էլ ասում են, որ դուք այլ կերպ եք մեկնաբանում Սամվել Կարապետյանի հայտարարությունը, մարդը կարող է նկատի ունեցել, ասենք օրինակ աղոթել եւ մոմ վառել, այսինքն ինչի եք մտածել, որ պարտադիր պիտի վատ ենթատեքստ ունենա։ Սամվել Կարապետյանը ասել է, եթե քաղաքական գործիչները չկարողանան, մենք մեր ձևերով կմասնակցենք կամ բան կանենք, այդ մեր ձևերով նկատի ունեցել մոմ վառելը, հա։ Եվ հիմա հոգևորականների տեսնում եք ինչպեսի մեծ զանգված է իր շուրջ հավաքվել հոգևորականները, քանի օր է աղոթում են իր համար, դատարանի դիմաց ցույցեր են անում, անգամ Ռուսաստանի թեմի առաջնորդն է։ Ինքը դա է նկատի ունեցել, հա։ Այդ հիմա մենք մեզ ապուշի տեղ ենք դնում, որ ինքը իրոք նկատի է ունեցել մոմ վառելը։ Եթե ինչ-որ մեկ ուզում է իրան ապուշի տեղ դնի, խնդրեմ, թող իրան ապուշի տեղ դնի եւ հավատա նրան, որ նա նկատի է ունեցել մոմ վառելը։ Ինչ վերաբերում են հոգեվորականներին, այդ բոլոր հոգեվորականները, ու առնվազն նրանց 90% ովքեր այնտեղ էին, երթում են տվել, կուսակրոնության ուխտն են կապել ու իրենց երթման մեջ նաեւ աղքատասիրության երթում են տվել։ Տեսել եք այդ հոգեվորականները տենց Forbes-ի ցուցակում չեղած ինչ որ մեկի համար գնան տենց հավաքվեն։ Տեսել եք այտենց բան։ Նույն այդ Ռուսաստանից, որ եկել է Կտրիչի եղբայրը, Կտրիչ Ներսիսյանի եղբայրը։ Տեսել եք, որ Ռուսաստանում, օրինակ, չգիտեմ, երբ որ Ռուսաստանը Ադրբեջանին 5 միլիարդի զենք էր մատակարարում, օրինակ գնար, չգիտեմ, այնտեղ այդ տանող երկաթգծի ճանապարհը փագեր, ասեր, աղոթում եմ, մի արեք, դուք մեր քրիստոնյա եղբայրներն եք։ Տենց բան տեսել եք։ Տեսել եք, երբ որ Ռուսաստանում դատում էին մեծ բարերար հայազգի Լևոն Հայրապետյանին, տեսել եք այդ մարդը գնա մի հատ դատարանի դիմաց, այնտեղ իհարկե չի կարելի մեծականակ ակցիաները, բայց լավ, մի հոգանոց պիկետ այդ ժամանակ դեռ կարելի էր, որ մեկ հոգով սենց պաստառով կանգնում են, տեսել եք գնա տենց մի բան անի։ Այդ բախի չեն անում, այդ բարերար չէր Լևոն Հայրապետյանը, հա, քիչ բաներ արել, եկեղեցուներ քիչ հանգանակել, չէ, շատ էր հանգանակել։ Ինչն էր վատ արել։ Ինչի հետ եք կապում, որ հիմա օրինակ Սամվել Կարապետյանի շուրջ նման աջակցություն կա օրինակ։ Այդ թող իրանք մեկնաբանեն, մեծ հաշվով բան է, հանուն կեղծավորության պայքար է իրանց կողմից ընդդեմ եկեղեցու, ընդդեմ Հայաստանի Հանրապետության, որտեղ միայն եկեղեցու դեմ պայքարող մարդը կուզենա, որ կեղծիքը ու կեղծավորությունը մնա եկեղեցու, որտեղ դա է եկեղեցին քանդողը։ Մեր ասածը եկեղեցուն անաղարտությունը վերադարձնելն է։ Անաղարտությունը պետք է վերադառնա մեր եկեղեցից, կեղծավորությունը պիտի դուրս գա մեր եկեղեցուց։ Տարօրինակ չէ, որ հոգևորականները հենց այս մի անձի շուրջ են մոբիլիզացել եւ միայն այս դեպքում են հիշում աղոթելու եւ կամ ինչ որ հայտարարություններ անելու։ Դե ասում, իհարկե տարօրինակը, կոնկրետ օրինակներ են բերում։ Հայաստանում, ասենք, չգիտեմ, 99-ի հոկտեմբերի 27-ից Կտրիչը կաթողիկոս է, չէ՞։ Այդ օրվանից սկսած Հայաստանում քանի մարդ է անարդարացի դատվել։ Բացարձակ մեծամասնությունը Forbes-ի ցուցակում չեն եղել։ Քանի հոգու առաջ են գնացել դատարան, քանի հոգու համար են գնացել դատարանի դիմաց կանգնել։ Քանի անմեղ մարդ է դատվել Հայաստանում, քանի հոգու համար են գնացել կանգնել։
Հիմա հետևությունը ո՞րն է այստեղից եկեղեցին ի՞նչն է։ Եկեղեցին չի պաշտպանում, մի քանի հոգևորական են պաշտպանում, այդ տարանջատեք էլի այդ մարդկանց եկեղեցուց, որտեղ ստեղ ամբողջ խնդիրը այդ մարդկանց հենց այդ եկեղեցուց տարանջատելու մեջ է, որտեղ իրանք չեն եկեղեցին։ Եկեղեցին հավատավոր հայ ժողովուրդն է։ Ինչն են պաշտպանում, փողերն են պաշտպանում, Հայաստանի Հանրապետության դեմ հիբրիդային հարձակումներն են պաշտպանում, տենց, չգիտեմ, Սալավյովին են ենթադրյալ պաշտպանում, Մարգարիտա Սիմոնյանին են պաշտպանում, ի՞նչն են պաշտպանում, ուրիշ ի՞նչն են պաշտպանում։ Իսկ հաշվի առնելով Ռուսաստանից եկող նաև սպառնալիքները կամ հայտարարությունները Զախարովայի, նույն դուք նշեցիք Սալավյովին, անգամ մտավորականները Իգոր Կրուտոյն է հայտարարություն անում, որ շատ մտահոգված են Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածով։ Նախ ընդհանուր առմամբ ինչպես է կարծում ես իրադարձությունները կարող են հայ-ռուսական հարաբերություններին որևէ կերպ հարվածել եւ ինչու է օրինակ Ռուսաստանը վերջին օրերին այսպես մեծ անհանգստություն զգում, ինչի հետ է դա կապված։ Ես նախ չեմ հասկանում, թե ինչա նշանակում մեր քաղաքացին է, որը հնչում է Ռուսաստանից, ուրեմն ձեր քաղաքացին է, կամ մեր քաղաքացին է, կամ Հայաստանի քաղաքացին է, կամ Ռուսաստանի, որտեղ ձեր օրենսդրությամբ արգելվում է լինել երկքաղաքացի։ Չի կարող Ռուսաստանի քաղաքացին ռուսական օրենսդրությամբ լինի երկքաղաքացի։ Այդ մարդը առնվազն ինչ-որ միտեղ ստորագրել է, որ հրաժարվում է բոլոր այլ քաղաքացիություններից, եթե այդպիսիք ունի Ռուսաստանում։ Բայց Հայաստանում չգիտես ոնց, ասում է Հայաստանի քաղաքացի, եթե չեմ սխալվում, նույնիսկ քաղաքացիությունը ստուգված փաստ է իր, եթե չեմ սխալվում։ Հիմա այդ ոնց ալնում։ Պարոն Ալեքսանյան, նաև վերջին օրերին շատ են փորձում այս տեղի ունեցողը կապել վարչապետի Թուրքիա այցի հետ, անգամ խոսակցություններ կան, հեծնեք խլում Ռուսաստանից, որպեսզի հանձնեք Թուրքիային։ Դա մեմ է դարել արդեն ընդդիմության ամեն ինչը Թուրքիայի հետ կամ Ադրբեջանի հետ կապելու այդ փորձերը շատ ծիծաղալու են, ասում եմ, չգիտեմ, այդպես անեկդոտները արդեն ժողովուրդը հորինում են։ Անկեղծ եմ ասում, տենց ասում եմ, հեծանիվ քշելուց ընդդիմադիրներն ընկնում են, ասում են, այս Թուրքիան ու Ադրբեջանը եկել էս քարը դրել էին, որ ես ընկնեի, չգիտեմ, տենց ինչ որ տենց տան երեխեն իրան լավ չի պահում, ասում են տենց Թուրքիայի կամ Ադրբեջանի գործոնը կա այս ամեն ինչի մեջ, ինչ որ միտեղ անախորժություն են տենում, ասում են, այս Թուրքիա կամ Ադրբեջան չի կարող, ծիծաղելի է ուղղակի։ Անկեղծ եմ ասում, ծիծաղելի է։ Դաժե արդեն ծիծաղելի էլ չի երևի։ Իսկ հայտարարությունները, որ օրինակ նույն ձեր ընդդիմախոսների Բաքվում դատում են Ռուբեն Վարդանյանին, այստեղ դուք դատում եք Սամվել Կարապետյանին, այսինքն փորձում են իրենցից քաղաքական որոշակի կերպար կերտել նույն Վարդանյանից, որ տևական ժամանակ է արվում է հիմա Կարապետյանի վրա է շեշտադրումը, սա ինչ միտում ունի։ Դե նույն միտումը ինչ որ միշտ ոչ մի արտառոց կամ ինչ որ նոր բան իրանց խոսույթում որպես այդպեսին չկա։ Հիմա Ռուբեն Վարդանյանը բանտում է, ճիշտ էլ չի էս թեման քննարկելը դրա բերումով արդեն իսկ, բայց այնուամենայնիվ մենք Հայաստանից մի բան էինք ասում, որ պետք է անել, որ պետք է գնալ, բանակցել, էս անել, որպեսզի մարդիկ կարողանան իրենց տներում մնալ, որպեսզի Լեռնային Ղարաբաղից մարդիկ բռնի չտեղահանվեն ոչ մի պարագայում, այդ մարդը նաև այն մարդկանց թվում էր, ովքեր դրա հակառակն էին պնդում եւ ինչ եղավ արդյունքում։ Այսինքն հիմա նույն process-ը փորձում են Հայաստանում գեներացնել, մի նոր Ռուբեն Վարդանյանն էլ Հայաստան որ մի հատ է Հայաստանը լուծարվի, էլ ինչ են ուզում։ Ռուսաստանը, այսինքն կարող ենք ասել, այս գործողությունները դիտարկել նույն հիբրիդային պատերազմի համատեքստում ու 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ Դա լրիվ տեսանելի է, որ Հայաստանի դեմ տարվում է հիբրիդային պատերազմ։ Դա միանշանակ տեսանելի է։ Այդ fake news-երի ահռելի քանակը, որ կա հիմա համացանցում, այդ որ գնում են ինչ-որ ֆրանսիական կեղծ էջեր են բացում, վարչապետի դեր ինչ-որ տուն վերագրում, բան ամբողջ աշխարհը դրանց երգում է ու ծիծաղում է երևույթին, որ մեր ընդդիմությունը դրա հույսին է մնացել էլի։ Ինչու է ռուսական մեդիային անհանգստացնում վարչապետի Թուրքիա այցելությունը։ Դե ես չգիտեմ, օրինակ իրանք բարբերաբար Թուրքիա այցելում են, այտենց եղբայրական հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ վերջերս ստորագրել են առհասարակ էլի ստորագրել են ռազմավարական համագործակցության հուշագիր, դե ինչ է անհանգստացնում, իդղի անհանգստացնում, ես չեմ հասկանում անկեղծ։ Եթե իրանց թշնամի պետության հետ լիներ, լը միտեղ հասկանայինք, ասենք, չգիտեմ, ասենք, հա ինքը դե վատ հարաբերություն, չէ, բայց իրանք այտենց ինչ ասեմ, ջերմություն, խանդավառություն ու խանդավատանք առհասարակ տիրում Ռուսաստան-Թուրքիա եւ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում։ Այդ ինչ են տենց ծանր տանում, որ մենք էլ ենք փորձում մեր հարաբերությունները կարգավորել ընդամենը մեր հարևան Թուրքիայի հետ։ Այդ ինչ կա տեղ տենց։ Միգուցե երկկողմ ֆորմատն է իրենց այս կաշկանդում։ Բայց մենք մեր հարևանի հետ, որ մեր ու իրանց արանքում ուրիշ պետություն չկա էլ ախր մենք ուղիղ սահման ունենք իրար հետ, երրորդ կողմի կարիքը խի պետք է ունենայինք օրինակ։ Ինչի ունենայինք։
Պարոն Ալեքսանյան, Սամվել Կարապետյանը նաև այդ իր կալանքի որոշումից հետո հայտարարություն արեց, որ ինքը մի շարք դժվարություններ է տեսել եւ չի հանձնվել, հիմա էլ չի հանձնվելու։ Դրանից առաջ էլ հայտարարում էր, կոչ էր անում, որ պետք է ձեզ մի լավ դաս տալ իշխանությանը ենթադրում եմ նկատի ուներ։ Ու նաև հայտարարում է, որ չի հանձնվելու։ Ինչ սպասել։ Առհասարակ ինչ որ գործողությունների սպասել։ Այս բայ դրությամբ մենակ սպասեք հեծի ազգայնացման նախագիծը ազգային ժողով մուտք լինելուն, որը որ միանշանակ է, որ կընդունվի ազգային ժողովի կողմից։ Իսկ եկեղեցու մասին հայտարարությունները պայմանավորված էին այս գործընթացով ըստ ձեզ, որովհետև Սամվել Կարապետյանը սկսեց խոսել։ Ակնհայտ է, վարչապետը հստակ ասեց, չէ՞ որ մայիսի 21-ին ինքը հանձնարարական է տվել, որ կամ գտեք ճանապարհ, թե ոնց ենք հեծի կողմից դժուժած քաղաքացիներին արժանի փոխհատուցում տալիս, այսինքն այն մարդկանց, ում տանը լույսը անջատվելուց տատանումներից բան է եղել, հերոստացույցն է փչացել, սառնարանն է փչացել, այն բիզնեսներին, որ օրինակ չգիտեմ, հոսանքի տատանումից կամ անջատվելու պարագայում ֆինանսական լուրջ կորուստներ են, այդ ճանապարհը կամ գտեք, կամ գնում ենք հեծի ազգայնացման։ Դա եղել է մայիսի 21-ին 1 ամսյա կատարման ժամկետով հանձնարարական է եղել։ Այդ 1 ամսյա ժամկետը լրանում է հունիսի 21-ին, քանի օրից, 3 թե 4 օրից, որ հասկանաք, թե երբ որոշեց իր այդ հայտարարությունը անի Սամվել Կարապետյանը։ Իսկ իր շուրջ կարելի է տարիներ շարունակ մարդկանց անորակ էլեկտրաէներգիա տալ, գյուղերում մարդկանց առհասարակ մեծ քամու պատճառով հոսանքից զրկել ժամերով գյուղերը, բայց հետո տենց հայրենասեր, չգիտեմ ինչի կերպար ընդունել։ Հայրենասեր մարդիկ այդ մարդկանց խնդիրը լուծեիք։ Դա ինքը հայտարարեց, որ հեծի վրա էլ թքած ունի։ Դե երևաց, որ թքած ունի, երևացել է այսքան ժամանակ, որ հեծի վրա տնօրինությունը, ղեկավարությունը կամ սեփականատերերը թքած ունեն։ Իսկ այդ մոբիլիզացիան իր շուրջ նույն երկիչներ են հավաքվել, ասում են, Եզրասն է եկել Ռուսաստանից իր հոտին է պաշտպանում։ Դե դա անկեղծ էլի, այդ խումբը պարբերաբար տարբեր դատարանների դիմաց sense շրջիկ խումբա գնում է, այստեղ ուղղակի գումարվել էին ըստ երևույթին հեծի աշխատակիցներ, այնտեղ չգիտեմ պիցցայանոցների աշխատակիցներ ու այս վերջերս նաև տեղեկատվություն հասավ այսօր ինձ, որ նաև Տաշիր համայնքից որոշակի համայնքապետարանի հետ փոխկապակցված ձևով էլի նույն ձևի մարդիկ էին բան եղել։ Ընդդիմադիր մեդիան էլ տարածում է, որ Տաշիրում ուժեղացված հսկողություն է իրականացնում բարեկային ոստիկանությունը եւ փորձում են, այսպես ասած, հոսքը թույլ չտալ Երևան, որովհետեւ որ ավտոբուսով բանով փորձում են մարդ բերեն, տենց համայնքապետարանի աշխատող բերեն, այդ հոսքը պետք է ուժեղացված ծառայություն լինի ու դեռ մի բան էլ ավելի ուժեղացված լինի, որ հանկարծ ոչ մեկի չթվա, թե եթե ինչ-որ մեկը պայմանագրով աշխատում է այս կամ այն հիմնարկությունում կամ համայնքում կամ չգիտեմ կազմակերպությունում, այդ մարդը իր ստրուկն է ու կարելի է նրան վաղը տանել միտինգի, հաջորդ օրը չգիտեմ սեփական բամբակի արտերը կամ այսպես շարունակ այդ մարդիկ ստրուկ չեն, այդ մարդիկ ունեն իրանց հստակ աշխատանքային պայմանագիրը, որում ձեր միտինգներին գալը չկա։ Եթե ստիպեք այդ մարդկանց գնալու եք մինչև 3 տարով դատվեք։ Պարոն Ալեքսանյան, երեք նաև Բագրատ Գալստամյանը ասաց, որ կաթողիկոսը չի հեռանալու, որքան էլ որ ձեր քայլերը այսպես վարչապետը տրամադրված է, բայց ամեն դեպքում կաթողիկոսը չի հեռանալու, պատրաստ է մինչև նահատակվել, բայց չի հեռանալու։ Հիմա դուք որ պատրաստ եք նահատակվելու բազում առիթներ կային, ցավոք սրտի իհարկե, այդ ուր էր։ Այդ քանի անգամ գնաց 44 օրյա պատերազմի ժամանակ առաջնագծում զինվորներին օրհնանք տա։ Նահատակվելու էր պատրաստ, ինչի համար այդ աթոռի համար է պատրաստ մենակ նահատակվի։ Հետաքրքիր տրամաբանությունը։ Հիմա այդ պայքարի համատեքստում նաև պարոն Ալեքսանյան, ինչպես եք պատկերացնում, դուք տևական ժամանակ է վարչապետը խոսում է, այստեղից հայտարարություններ է անում, հոգևորականներն ասում են՝ մի խառնվեք, մենք չենք հեռանալու։ Հիմա նաև սրա հանգուցալուծումը ինչպես պիտի լինի։ Շատ բարձ է լինելու հանգուցալուծումը, մենք գնալու ենք մինչև վերջ, իսկ իրանք ուղղակի գնալու են վեհարանից։ Հա, միանշանակ։ Իրանց հայտարարությունները ընդհանրապես ոչինչ չեն որոշում։ Իրանց հայտարարությունները էլ կարևոր չեն, որովհետև քաղաքացի կտրիչ Ներսիսյանի հայտարարությունը ընդհանրապես կարևոր չի։ Նա այլևս կաթողիկոս չի։ Իսկ բոլոր թեմերի առաջնորդները, որ միավորվել են Հայաստանում եւ երեք էլ հայտարարություն։ Պետք է կոնկրետ հասկանալ, թե որ թեմերն է, արդյոք այդ թեմի առաջնորդը կուսակրոնության ուխտը խախտել է, թե չի խախտել ու հետո նոր հասկանալ իր հայտարարությունը պետք է դիտարկել որպես թեմի առաջնորդ, թե պետք չի դիտարկել որպես թեմի առաջնորդ։ Պարոն Ալեքսանյան, բայց հետաքրքիր է, բարբերաբար խոսում եք, դուք եք մեջբերում, որ ընդվզող նաև հոգևորականներ կան, բարևարկությունը պահպանած հոգևորականներ, բայց մենք ընդվզող հոգևորականներ ամեն դեպքում չենք տեսնում։ Մենք տեսանք Գուգարած թեմի առաջնորդը տեսնել։ Իրանք կան ու իրանք չափազանց շատ են։ Չափազանց շատ են, դուք չեք պատկերացնի, թե ինչքան շատ են։
Այսինքն դուք համոզված եք, որ գործընթացը Միանշանակ։ Առնվազն ամուսնացյալ քահանաների դասը ամբողջությամբ, կարելի ասել 99%-ով աջակցում է այս ամեն ինչին։ Միանշանակ, որտեղ այդ մարդիկ փաստացի անարդարության մեջ են ապրել վերջի, չգիտեմ, քանի տարի։ Իրանք օրենքով, կարգով եկեղեցական ամուսնացել են, հայտարարել են մենք ամուսնացյալ ենք, կին ունենք, երեխա ունենք։ Այն մարդիկ ամուսնացել են, բայց ոչ օրենքով, ոչ հայտնի, ինչ-որ այլ տարբերակներով կին ունեն, երեխա ունեն, ընտանիք ունեն, բայց իրանք վերադասնեն, որտեղ իրանք խաբում են ընդամենը։ Հասկանում եք, ով որ անկեղծ է, ով որ ազնիվ է ու չի խաբում, ասելով որ ասում է, հայտարարում է, որ ինքը ընտանիք ունի, ավելի ստորադաս կարգավիճակ ունի, քան նա, ով որ խաբում է ընդամենը ընտանիք ունենալու մասին ու դեպքեր կան, որ մեկի տեղը մի երկուսն էլ ունեն։ Իսկ կտրիչ Ներսիսյանը այս պահին ինչին է սպասում, եթե դուք ասում եք, որ պիտի հեռանա, ում է սպասում, ինչին է սպասում, եթե բոլոր այդ նախադեպ Գուցե սպասում է եղանակը փոխվի ընդհանուր։